Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ենթակա ծառայություններում իրականացնել համակարգային փոփոխություններ, հանրությանն առավել պատշաճ եւ որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։ Մասնավորապես գործառնական փուլում են միգրացիոն ոլորտի բարեփոխումները։ Կառուցվում են ծառայությունների մատուցման նոր գրասենյակներ, որոնք համապատասխանեցված են միջազգային ժամանակակից չափորոշիչներին։ Նոր ենթակառուցվածքներում համադրվելու են առաջադեմ տեխնոլոգիական լուծումներն ու քաղաքացիակենտրոն մոտեցումը, ապահովելով արդյունավետ եւ հարմարավետ սպասարկում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայփաստ Փակbaşnet իրական ընկերության աշխատանքային խումբը գործադիր տնօրեն Ռեջիս Բուշիեի գլխավորությամբ մայիսի 16-ին այցելել են Արտաշատի, Աբովյանի եւ Մեգամոլ առևտրի կենտրոնի սպասարկման գրասենյակներ եւ կենտրոնական գրասենյակի շինհրապարակ, տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին եւ տեխնիկական վերազինման գործընթացին։ Մանրամասն դիտարկվել է յուրաքանչյուր դետալ, կատարվել են տեղային ճշգրտումներ, առաջարկվել փոփոխություններ, աշխատանքների բարձր որակն ու սպասարկման հետագա արդյունավետությունը ապահովելու ուղղությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ։ Գրասենյակների նախագծային եւ լոգիստիկ լուծումները հիմնված են մեկ պատուհանի սկզբունքի վրա, ինչը թույլ կտա նվազեցնել հերթերն ու կուտակումները, վարչարարական բարդությունները եւ զգալիորեն խնայել քաղաքացիների ժամանակը։ Նոր կենտրոնները կհամալրվեն ժամանակակից կենսաչափական սարքավորումներով, տեխնիկական հագեցվածությունը թույլ կտա փաստաթղթավորման ամբողջ գործընթացը դարձնել առավել արագ ու թափանցիկ, ապահովելով համապատասխանություն անվտանգության միջազգային չափանիշներին։ Նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է շինաշխատանքների որակական ստանդարտների պահպանումը, ընդգծելով, որ տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ առաջնային նշանակություն ունի միջավայրի հարմարավետությունը։ Յուրաքանչյուր քաղաքացի գրասենյակ այցելելիս պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններում։ Շրջայցի ավարտին տեղի է ունեցել քննարկում, անդրադարձ է կատարվել գրասենյակների գործարկմանը միտված լուծումներին, արձանագրված թերությունների շտկմանը եւ աշխատանքների վերջնական հղկմանը։ Նոր գրասենյակների գործարկումը սկիզբ կդնի ծառայությունների մատուցման որակապես նոր փուլի, սահմանելով բարձր նշաձող, որտեղ տեխնոլոգիական առաջընթացը ծառայում է քաղաքացու հարմարավետությանն ու պետության նկատմամբ վստահության ամրապնդմանը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում եւ կից շինություններում գործում է կազմակերպված հանցավոր խմբավորում։ Տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մայիսի 13-ին քրեական ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել են ենթադրյալ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաեւ նրանց կողմից օգտագործվող համակարգչային տեխնիկան։ Մասնավորապես իրավապահները հայտնաբերել են մեծածավալ թվային սերվերային համակարգեր, որոնց միջոցով գործարկվել են առցանց խաղային հարթակներ, օգտագործելով հոսթինգ ծառայություններ։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարան, որտեղ պահվել են առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, տարբեր պետությունների անձնագրեր, ինչպես նաև կրիպտոակտիվների պահպանման համար նախատեսված հատուկ կրիչներ։ Խուզարկության ընթացքում մենք նույնիսկ հայտնաբերեցինք, որ որոշ անձանցից, որոնք որ իրենց գործունեությունը ծավալում էին հենց այդ խմբի կազմում, վերցրել էին վերջիններիս անձնագրերը եւ նմանատիպ գործունեությունը նաև բնորոշ է մարդկանց թրաֆիքինգի հանցավոր հատկանիշներին եւ ներկայումս լայնածավալ քննություն է իրականացնում պարզելու, որ արդյոք բացի հափշտակությունից կան նաեւ թրաֆիքինգին բնորոշող հանցավոր արարք։ Ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հանցավոր գործունեության բարդ մեխանիզմի մանրամասները։ Մասնավորապես խմբում ներգրավված անձինք քողարկվելով Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվան ներքո եւ փող լրացնելով միմյանց գործողությունները իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Ասիական պետությունների քաղաքացիներից կազմված ենթադրյալ հանցավոր խումբը գործել է նախապես մշակված դերաբաշխմամբ, կիրառել
ստեղծելով հատուկ մեխանիզմներ։ Նրանց գործունեության հիմքում եղել է թվային տիրույթում տարածված կեղծ գեմբլինգը։ Հատուկ ծրագրային ապահովման եւ համակարգչային տեխնիկայի միջոցով ստեղծել են բազմաթիվ կեղծ առցանց խաղատներ, որոնք լայնորեն գովազդվել են տարբեր երկրներում։ Ինչ է կեղծ գեմբլինգը, առհասարակ իրենից ներկայացնում, հանցավոր խմբերի կողմից ստեղծվում են on-line հարթակում կեղծ խաղատներ եւ այդ կեղծ խաղատների միջոցով հափշտակում են քաղաքացիների գումարները։ Հիշյալ հանցավոր խմբավորումը հենց նմանատիպ գործունեություններ իրականացրել եւ այդ խաղատներում գումարները կարող էին մուտք կատարվել բացառապես կրիպտոակտիվների տեսքով եւ այդ կրիպտոակտիվների օգտագործումը նպատակ ուներ քողարկել նաեւ հանցավոր խմբի գործունեությունը, այն անձինք, ովքեր որ այդ խաղատներից օգտվում էին եւ կրիպտոակտիվներով գումարները մուտք էին անում հիշյալ խաղատներ, վերջիններս առհասարակ շահելու հնարավորություն չէին ունենում եւ փորձում էին նշված խաղատներում մուտքագրած իրենց ամբողջական գումարը։ Ընդ որում հանցավորները ստեղծել էին նաեւ գոյություն չունեցող կեղծ կրիպտո միավորներ, USDT-ին բնորոշ եւ նաեւ այդ եղանակով էին փորձում քաղաքացիներից հափշտակել նրանց կողմից խաղատներում մուտքագրած գումարները։ Վարույթային գործողությունների շրջանակում սերվերային համակարգերի առգրավման արդյունքում կեղծ խաղային որոշ հարթակների գործունեությունը դադարեցվել է։ Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։ Ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։ Այդ ուղղությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների հետևողական աշխատանքը միտված է ոչ միայն հանցավոր դրսևորումների կանխարգելմանը, այլև քաղաքացիների կյանքի եւ առողջության պաշտպանությանը։ 2026 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների, բնակիչների շրջանում բացատրական աշխատանքի եւ հանրապետությունում իրականացված լայնամասշտաբ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել, առգրավվել եւ կամավոր հանձնվել է 825 միավոր զենք եւ մեծ քանակությամբ զինամթերք։ Հանրային անվտանգությունն ամրապնդելու նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակելու է բնակչության շրջանում բացատրական աշխատանքը, հետևողականորեն իրականացնելով ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերմանն ու շրջանառությունից դուրս բերմանն ուղղված միջոցառումներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հիշեցնում է, ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները մայիսի 17-ից 18-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1132 արձանագրություն, այդ թվում ոչ ցավ վիճակում վարելու 35, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու 20, չամրակապված վարելու 284, վարելու ընթացքում ծխելու 164, հեռախոսից օգտվելու 96 եւ այլն։ Հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության տարածքային բաժինները տեղափոխվել 11 անձ, 9 թմրամիջոց ապօրինի պահելու, 2-ը սառը զենք կրելու կասկածանքով։ Վարչական իրավախախտում կատարելու հիմքով 1 անձ համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել ոչ ստավ վիճակում հասարակական վայրում գտնվելու համար, եւս 1 անձ Մալայսիայի բաժին է ներկայացվել զենք կրելու կանոնները խախտելու համար։ Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ։ Մայիսի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4544 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 215 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 167 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 131 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 33, չամրակապված վարելու 652, առանց մանկական նստատեղի քարսիտի 43, վարելու ընթացքում ծխելու 513, վարելիս հեռախոսից օգտվելու 237, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 73 եւ 1622 այլ իրավախախտում, 92 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 120-ը տեխնիկական զրնություն չանցած, 42-ը լուսարձակների անսարքությամբ, 38-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 91 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16141 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 274 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստաբ 243 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 410 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 63 չամրակապված վարելու 3832, առանց մանկական նստատեղի քարսիտի 269, վարելու ընթացքում ծխելու 635, վարելիս հեռախոսից օգտվելու 701, հետիոտնին, որ սահմանված վայրով անցնելու 127, արագության գերազանցման 2794 եւ 5115 այլ իրավախախտում։ 301 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի 869 տեխնիկական զննություն չանցած, 388-ը լուսարձակների անսարքությամբ, 169 թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 12 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 23 անձ։